Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային վաշտի ծառայողները մարտի 10-ին ժամը 19-ին Արտանիշի դաշտամիջյան հատվածում ստուգման նպատակով մոտեցել են կայանված ԳԱԶ-24 ավտոմեքենայի։ Վարորդը իրավապահներին հայտնել է, որ իր մոտ ատրճանակ կա, իսկ մեքենայի բեռնախցում ինքնաձիգ։ 64-ամյա վարորդն ու 34-ամյա ուղևորը ձերբակալվել եւ մեքենայով հանդերձ տեղափոխվել են համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժին։ Վարորդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 12 լորազեպամ ու 2 սկոպրիլ տեսակի դեղահապ, 2 ներարկիչ մուգ դարչնագույն եւ սպիտակ լուծույթներով, թմբուկավոր ատրճանակ լիցքավորված 9 մմ տրամաչափի 6 փամփուշտով, պայթուցիչով նռնակ եւ ծալովի դանակներ։ Տղամարդը բեռնախցից ներկայացրել է ինքնաձիգ պայեստատուփ լիցքավորված 56 փամփուշտով, իսկ մեքենայի սրահից ատրճանակի պայեստատուփ։ Նա հայտնել է, որ ատրճանակը պատրաստել է շուրջ 20 տարի առաջ, իսկ փամփուշտներից 5-ը պատրաստել է ինքը, նռնակը եւ պայթուցիչը հետը բերել է Լեռնային Ղարաբաղից, իսկ ինքնաձիգը, դրա պայեստատուփն ու փամփուշտները իրեն նվիրել է ընկերը։ Տղամարդիկ ներկայացվել են Սևանի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։ 64-ամյա տղամարդու տանը եւ քիչ շինություններում կատարվել է խուզարկություն։ Հայտնաբերվել է լորազեպամի 60 հապ, կանեփի սերմեր, դեղնականաչավուն զանգվածով փաթեթներ, ատրճանակի դետալներ, ողորկափող հրացանի փող եւ մասեր։ Նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։